Ողջույն, Աբովյան փողոցն է, բայ ամսաթիվը մոռացա նայեմ մի րոպե, լավ հետո կասեմ, ես AUX-ի շենքն է, ասեցին սա էլ են սեփականաշնորհել ինչ-որ, ես նախկին Լալայանց փողոցը, են Իբիս հյուրանոցն է, չէ, ոնց էր, հա, Իբիսն է, ես աստեղից մի թեթևերևում է գրացել, ստեղ մեր շենքն է, այն առաջի հարգում եմ մեծացել, ծնվել և այլն, ես առել են ինչ-որ կարպետի, Ռաֆայելոն առել են, մերը չէ, Վարդսով է քույրս տալի, չեն առե, Պուշկին փողոցի հետ խաչմերուկն անդեղ գրացինք։ Այս բաստուրման որ գրացա, այդտեղ փոքր սենյակ վերեկալ է ինձ, երբ որ արդեն են հասակի էի, որ աղջիկ էի բերում տուն, այս անկյունայինը ննջա սենյակներ։ Հետաքրքիր է, որ ամսաթիվն էի մոռացել, նոյեմբերի 5-ն է։ 2 ժամ նստած պատասխանում էի շնորհավորանքներին ու մոռացա։ Ժամն էլ 5:30 է։ Էս էլ Պուշկին փողոցը։ Այսօր շաբաթ է։ Շաբաթ։ Գիտեք անեկդոտը շաբաթի մասին։ Ես ինչ են անում ես, երեխա է։ Ուրեմն առավոտը ջհուդը թրաշվում է, էս է մեր հասցեն։ Թրաշվում է, մեկ էլ մի թուշը թրաշելուց հետո հիշում է, որ շաբաթ է, մարդ այսօր, չի կարելի գործ անել, ինչ անի, սրբում է այդ սաղ, գնում է Ռեբեի մոտ խորհուրդ հարցնի, Ռեբեն դուռը բացում է, թրաշվում է, սա զարմացած, ասում է, Ռեբե, разве субботу бриться можно? Если Ребен асма, нет, сын мой, в субботу бриться нельзя. Асма, но вы же бреетесь? Западас ханма, так я же ни у кого не спрашиваю. Շատ հավանել եմ այդ անեկդոտը։ Էս էլ հին Երևանցի փողոցն է։ Այն շենքը էս բարձրահարկը, ոնց որ թե այդ SDFK-ի գլխի շենքն է։ Իբիսը հələ չեն շահագործում։ Այն երեխեն կալասկով գալիս է մեզ հետ։ Այն սիրուն ծաղիկներ են։ Եղել հարսուփես անեն, տենաս հիմա որտեղ են ֆոտոսեսիաներ անում։ Էս էլ մեր սիրելի և զզվելի Հյուսիսային պողոտան։ Էս երեխուց պրծում չկա։ Պուշկինը դեպի Մաշտոց, ուր ենք գնում, դեպի Ամիրան, մի րոպե մի հատ հասկանամ ոնց է պետք գնալ, սենց պետք է գնանք, Տերանով իջնենք, գնացինք, մի հատ հայացք գցենք հյուսիսայինի,
Չի ասեցի զզվելի։ Նա օպերան դուրս չեկավ երևի, հա։ Փոքրությունը։ Մի հատ էլ նայենք ու փոկվենք։ Լավ աղջիկ էր, ուրախ։ Հաճելի է, չէ՞ ուրախ մարդ։ Ինձ թվում է բնությունը մարդկանց ուրախ է ստեղծել։ Գնացինք Պուշկինով։ Ստեղ ռոզի խանութ է։ Եկան արագ են այս խանութները աճում։ Ես դե չէ հիշում սենց բան ճիշտ ասած։ Թաթեոսյան, Լոնդոն, հա, Լոնդոնում Թաթեոսյան կա։ Չեմ իմացել։ Այս Պուշկին հյուսիսային անկյունում Միլանո խանութն է, այս կողմն շարունակվում է։ Ընդեղ ինչ-որ Տիցիան սրճարան է, այս ինչ ֆոկուսից ընկավ։ Այս iPad-ն էլ իր ճաշակը ունի, գիտեք, մեկ էլ մի կադր դուրը չի գալի, ֆոկուսը անջատում է։ Ստեղ Արարատ բանկն է, ընդեղ դեղատուն իհարկե, ստեղից էլ սս տեսարան է։ Են որտեղ են, Սվերլով հա երևի։ Ինձ թվում է iPad-ը չհավանեց, որ Տիցիանի անունով սրճարան են դրել։ Չնայած աշխարհում ընդունված պրակտիկա է, չէ՞։ Ստրադիվարի ինչ-որ շորերի խանութ կա։ Ստեղ մի վաղ Վիվալդի կոշիկի խանութ կար։ Էլ ինչ գիտենք։ Մոցարտ շոկոլադ կա։ Ոչմ ոնց կարան ձեռեն առնում մարդկանց։ Դե Պուտին արախ կա։ Լավ, չէ՞ սեր Պուտին կողմ։ Պուտինը հələ ոչինչ։ Էս է Տիցիանը։ Հետաքրքիր է, Տիցիանի ծորներին տոկոս տալիս են ինչ-որ։ Ասենք նրան տան Մոցարտի ծորները կսկսեն ուզել, չէ՞։ Ապտեկա կար, բանկ կա, գեղեցկության սրահ պետք է, սռոչնիկ գտնել։ Այնտեղ կա այն Պուշկինի վրա այն կողմը։ Ընդ որում սրա էլ չէր, ինչ-որ ուրիշ անուն էր։ Գեղեցկության ստուդիա, հա։ Այնտեղ ստուդիա էր։ Այս ճիշտ նկատեցին, ես տեսա, բայց չմտա, չգիտեմ ինչ արեցի։ Գարդիրոբը վերացել է խանութը։ Կար ստեղ տենց մի հատ խանութ։ Սրճարան է հիմա։ 4 սեզոն։ Ես էլ տուրիստներ են, եկանք մենք։ Այդ բանկը և մնացածը։ Հա, բանկը երկու հատ է իրար կողք։ Արշին բանկ, Արարատ բանկ։ Ու սենց Տերյանով շարունակենք։ Նայեք աշխատում են շաբաթօրը։ Ռեբեի նման։ Են էլ Բրյուսովն է իր հետևի մասով։ Այս կրանն էլ Աֆրիկաների տանտերն է ինչ-որ բան սարքում։ Սենց պետք է գնանք այս փողոցով։ Կրանը միացրեցին շուխուռը։ Այդ ճարտարապետները սենց գծվում քաշվում են գրախ։ Հետո այս խեղճ մարդիկ շաբաթ, կիրակի մի հատ ժամկետ են գլխներին դնում։ Այս այդ Գարդիրոբի շենքն է։ Նախկին Գարդիրոբի։ Ստեղ էլ սենց ինչ-որ մի հատ բակ է ստացվել շենքերից։ Դեղը բակը։ Գնացինք Տերյան փողոց։
գործով։ Այստեղ ձախից սենց տեսարան անսպասելի բացվեց։ Այստեղ այդ Վիվարոնը, որը կարգին չգիտեմ ինչա, բայց չգիտեմ խի չեմ սիրում։ Այնտեղ էլ կինոստուդիան էր մի վաղտ, էլի։ Էսա կինոստուդիայից էսա մնացել։ Բայց ափսոս չէ, որ հիմա կինոստուդիանն այստեղ չի, որ կողքը բակեր կային ու այդ բակերում լիքը երեխեք, որոնց համար այդ կինոստուդիան հեքիաթային տեղ էր։ Իսկ հիմա այդ երեխեքի վերաբերմունքն էլ էր ֆիլմերի որակի վրա ազդում։ Դե սաղորը ոտի տակ իրանց տրամադրությունը իհարկե հաղորդում էին, ասենք Հրաչյա Ներսեսյանին։ Ես ինչ եմ բարձրացնում տղեկը։ Կրիշի համար է, ինչ-որ դժվար գործ եմ բռնել։ Հետաքրքիր է, չէ՞։ Կպավ են լուսամուտին ջարդից ախ։ Ահա, բարձրացրին, հա։ Այս երկու հոգով, հա, կարացան։ Հալադեց։ Ես սևը ես ոչ ենքնա։ Հա, եսա գնանք մեջտեղը, որ գմբետ կա։ Ընկերս էլ ասեց այն անգամ, որ կոնսերվատորիան ա եղել այդտեղ։ Ես էլ երկու երեխով են եկել տուրիստ։ Միշտ հիացել եմ սենց մարդկանցով։ Մյունխենում մի անգամ որտեղ էր դոմ նաուկի։ Մի հատ կին էր մենակ, 5 հատ երեխա էր հետ։ Ընդ որում մեկը հետո կորավ։ Անահիտը քթավ, ինչ-որ կանֆետ տվեց, գնաց մամային քթավ։ Ինչ հավեսավ սարքում էին, չէ՞։ Ես ինչ ողի կույտա։ Էլի մի բան նախաձեռնել են հայերը։